նախագահ, ես մի կարևոր ուրեմն հայտարարություն ունեմ այս գործի վերաբերյալ։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում նախկին քաղաքապետերի 90%-ը դատում են, ես հիմա բարձրաձայնում եմ, ինչ մեղադրանք որ առաջադրել եք Գյումրու քաղաքապետին, դուք դատախազությունը պետք է մեղադրանքը առաջադրել եւ իմ ժամանակահատվածի աշխատող մարզպետներին, որովհետև մարզպետարանները վերահսկել են քաղաքապետարանի բոլոր գործունեությունը եւ քաղաքաշինության բաժինը։ Ինչ փաստաթուղթ որ եղել է քաղաքապետարանում, նույն կոպիան, երկրորդը ոչ թե կոպիան, բնօրինակը գնացել է մարզպետարան, նույն հոդվածը պետք է առաջադրեք քաղաքաշինության նախարարին, քաղաքատեսչության պետին, տարածքային կառավարման նախարարին, ֆինանսների նախարարին, նախագահների վերահսկող ծառայության պետերին եւ վարչապետի վերահսկողական պետերին եւ ուրեմն վերահսկիչ պալատին, որ տարին մի քանի անգամ ստուգել են քաղաքապետարանի գործունեությունը։ Ես պահանջում եմ, որ բոլոր այդ տարիների ուրեմն ստուգող կառույցների իրենց վերջում ներկայացրած այդ արձանագրությունները պահանջեք, որ բերեն այստեղ տեսնենք ինչ խախտումներ է կատարվել։ Հետևաբար, եթե մենք ասում ենք, թե 60 հոդվածի տակը մնող գործը մենք պտտեցրել ենք եւ այդ փաստաթղթերը չկա, ուրեմն, քանի որ ես ասում եմ պետական, սա քաղաքական պատվեր է մեր նկատմամբ, այդ փաստաթղթերը մի վարկյան է, որ միջից կողանային տանել։ Դա ինչ է, վարկյանական, ով է տեսել, ով է ստուգել, քանի փաստաթուղթ են արել քաղաքապետարանից։ Եվ դրանից հետո եկել ստուգել են բոլորն ու կադաստրը գրանցել է, այսօր պատկերացրեք 30 հոգի, 40 հոգի աշխատում է քաղաքապետարանում, որոնք մասնակիցներ են եւ այդ գործունեությունը իրանք են ծավալում։ Այս խոսքերը գցել եք ոդաստար, քաղաքապետը ընդհանրապես այդտեղ անելու գործառույթ չունի, վերջում նրանց արածը հաստատում է, կարող է չհաստատի։ Նույնությամբ մարզպետների վրա դրեք այդ հոդվածը, դրեք այդ հոդվածը վարչապետի վրա Հայաստանի Հանրապետության, եթե մասսայական նմանատիպ 90%-ը քաղաքապետերի դատվում է, 90%-ը երկրի քաղաքապետերի եւ գյուղապետերի դատվում է։ Այս ինչ վիճակ է։ Այսպես է երկիրը կառուցվում, այսպես է նախկինից փոխանցվել այսօրվանի վրա ու համապատասխան ձևով էստերի։ Այսինքն սա նշանակում է ինչ։ Սա նշանակում է, որ մենք իշխանի այն ժամանակվա իշխանի պարտականությունն ենք տանում։ Իշխաններին խեղդում են, որպեսզի ինչ ուզենան անեն։ Այսինքն ընդրվող ժողովրդին ավիրում են, վերացնում են այս երկրից։ Քաշող ուժը վերացնում են։ Այս ինչ գործեր է։ Երկրաշարժից հետո եկել են, ոնց որ Մոսկվայի ասում է մի քառակուսի մետր ճանապարհի վրա են եկել։ Երկրաշարժից հետո 90% քաղաքավիրված, 90% շենքերություններն ավարված, 45,000 տնագներ են հեռացրել։ Քաղաքը կոչվում են անիմ, մյորթվի գորդ էին ասում, մի ներդրում չի եղել, փոխանակ երկրի բոլոր ուրեմն բարձր պարգևների արժանացած մարդուն, բերել եք ամբաստանյալի ատորին դրել եք հասկանալի, մի ծաղ չի տնկեք դադախասալով, այդ քաղաքում 10 տարի ապրում են։ Եվ այս վիճակին բերել եք այս ձեր եղած ընտրյալներին, հավանական է Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Նժդեին եւ մնացածին այն մարդիկ, որոնք այն ժամանակ գրվում էին 10 տարի Սիբիրները, հիմա են նույն մարդիկ, նույն տեսակը մեզ են ուղարկում Սիբիրները։ Շնորհակալ ենք։ Մի բան եմ ուզում ասել։ Դավիթ Մարգարեն ասում է. Դադիր այնոցիկ, որ դադեն զիս։ Մարդնչիր այնոցիկ, որ մարդնչեն զիս։ Ասում է, խնդրում է Տիրոջից։ Պետքան բան։ Եվ այն 2007-ի մահապարտ կազմակերպողը, որ այսօրվանների հետ միասին են, ու այսօրը ինձ գցել են, մի բան եմ ասում, Դավիթի ու Սավողի պատմությունը գիտենան, ինչքան խփեցին կենտանի մնացի, ինչքան փողցան, ինչքան օդերեցին, ինչքան ունեցվածքս խլեցին, Աստված ինձ հետ է։ Եթե Աստված ընդմեզ է, ով կարող է զիս մենամարտել։ Մեկի լրատվականները խնդրում են, ջղայնացած ես վախտեր մեկից մի ցույց տվեք դիտավորյալ։ Հերթականությամբ ցույց տվեք։ Շնորհակալ եմ։ Այսքան։
կարող ունենք ծաղտալ։ Ոչ, Ձայնազուրկ չէ։ Լավ կներեք։ Գտնում եք դատական նիստերի դահլիճում, այստեղ որևէ միջոցառում չեք մասնակցում, հանդիսատես չեք, որպեսզի ծափարեք, դուք եկել եք ընդհանրապես դատական նիստին լուր հետևելու։ Հետևաբար բացառում եք նման վարքագիծը հետագայում։ Ինչ վերաբերում է ձեր հայտարարություններին, քանի որ ձեր հայտարարությունները ձեր հայտարարությունները վերաբերում էին ամեն ինչին, այնտեղ եւ կարող եք դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում, եթե պարոն Խաչատրյանը կգտնի, որ դուք հանցագործության մասին հաղորդում ներկայացիք եւ կան առերևույթ հիմքեր բարդ նախաձեռնելու հարցը կքննարկվի։ Ինչ վերաբերում է ձեր մահափորձի, ձեր դեմ տեղի ունեցած մահափորձին, դա որևէ ձևով չի կարող առնչվել այս վարույթին, հետեւաբար այդպիսի հայտարարությունները այսօր բացառում ենք, դրանք չէին առնչվում տան։ Ինչ վերաբերում է նոր ապացույցներ ձեռք բերելուն, ես բազմիցս պարզաբանել եմ եւ չեմ զլանա եւս մեկ անգամ կպարզաբանեմ։ Ապացույց ձեռք բերելու համար, որպեսզի ներկայացվի պաշտպանության կողմը նոր ապացույցներ ձեռք բերելու միջնորդում, մենք ունենք համապատասխան փուլ։ Մենք կավարտենք հանրային մեղադրողի կողմից ներկայացրած ապացույցների հետազոտումը, քանի որ նախնական դատալսումներ պաշտպանական կողմը ապացույցների հետազոտելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել, բայց ոչ այդ ծառայ։ Դրա հետ կապված։ Եվ մենք համապատասխան փուլում կներկայացնենք ձեր միջնորդությունները, կքննարկենք։ Յուրաքանչյուր դատական նիստին ապացույց պահանջելու վերաբերյալ հայտարարություններ անելը որևէ արդյունք չի կարող տալ, քանի դեռ մենք չենք հասել համապատասխան փուլին։